Բարի եւ ֆորտնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Երկար ժամանակվա դադարից հետո վերադառնում ենք Աստծո խոսքը կիսելու գործին։ Որտեղ երբ որ մենք կիսում ենք Աստծո խոսքը, մենք փառաբանում ենք Աստծուն։ Եվ Աստծո խոսքն է, որ մեզ բերում է հավատքի, մեր մեջ հավատք է առաջացնում, բերում է մեզ դարձի։ Աստծո խոսքն է, որ սրի պես խրվում է մեր ողերի ու ողնածուծի արանքը, պատռում մեր սիրտը, բացում մեր միտքը, նորոգում մեր միտքը։ Եվ մենք սկսելու ենք խոսել Աստծո սիրո մասին։ Մենք բոլորս կարիք ունենք հասկանալու Աստծո սիրո խորությունը, լայնությունը, բարձրությունը, անսահմանությունը, ինչպիսին է Աստծո սերը, ինչպիսին չէ Աստծո սերը, ինչ է նշանակում Աստված սեր է, Աստված սիրում է եւ ինչ չի նշանակում դա։ Բայց մինչեւ դա ես ուզում եմ ավետարանը կիսել, բարի լուրը յուրաքանչյուրիս հետ, որովհետեւ դա յուրաքանչյուր քրիստոնյայի պարտականությունն է եւ մեր հիմնական ծառայությունը այս աշխարհում, բարի լուրը կիսել մարդկանց հետ։ Հռոմեացիներ նամակի 10-րդ գլխի 14-ում Պողոս առաքյալն ասում է. «Արդ ինչպես կկանչեն նրան, այսինքն Հիսուս Քրիստոսին, ում չհավատացին, կամ ինչպես կհավատան նրան, ում չլսեցին, կամ ինչպես կլսեն առանց քարոզիչի»։ Իսկ Մատթեոս ավետարանի 28-րդ գլխի 19-րդ խոսքում Հիսուս Քրիստոսն ասում է իր աշակերտներին. «Արդ գնացեք, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտելով Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, սովորեցրեք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի, եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչեւ աշխարհի վերջը»։ Հիմք ընդունելով Քրիստոսի պատվիրանը, քանի որ ես Քրիստոսի հետևորդ եմ, քրիստոնյա եմ, ու հավատալով Պողոսի ասածին, ես կիսվում եմ բարի լուրով, ձեզնից յուրաքանչյուրի հետ, այն մասին, թե ինչպես ամեն մարդ ու դու կարող ես հաշտվել Աստծո հետ, Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով։ Ես իմ համոզմունքները, իմ հավատքը չեմ պարտադրում քեզ, ոչ էլ փաթաթում եմ քո վզին, բայց ես գիտեմ, որ քրիստոնեական հավատքը փաստերի վրա է հիմնված։ Ես պարզապես բարի լուրն եմ փոխանցում քեզ։ Իմ գործը չէ, որ վստահանամ, որ դու ճիշտ արձագանքես, ճիշտ պատասխան տաս Աստծո այս բարի լուրին։ Աստված ինձ այդ իրավունքը չի տվել, այլ Աստված ինձ եւ յուրաքանչյուր քրիստոնյայի ասել է կիսվել բարի լուրով, որպեսզի յուրաքանչյուր մարդ իմանա եւ ինքնուրույն որոշի։ Ես այստեղ չեմ քեզ կամ որևէ մեկին զոռով դարձի բերելու համար։ Միայն Աստված կարող է դա անել, ու Աստված էլ չի անի զոռով։ Փրկությունը Աստծո գործն է, բայց իմ գործն է Աստծո խոսքը, որով նա փրկության ճանապարհը բացահայտել է եւ որով ինքն իրեն է բացահայտել, քեզ հետ կիսել։ Ես չեմ կարող անգամ ինքս ինձ փրկել, ուր մնաց որևէ մեկին կարողանամ փրկել։ Փրկողը Աստված է, հավատք ստեղծողը Աստծո խոսքն է։ Իսկ իմ գործը բարի լուրը քեզ փոխանցելն է։ Ես կարող եմ աղոթել ու աղոթում եմ այն, ինչ Պողոսը աղոթեց Հռոմեացիների 10-րդ գլխի 1-ին խոսքում. «Իմ սրտի փափագն ու աղոթքն է Աստծուն, որ դուք փրկվեք, որ Աստված իր Սուրբ Հոգին թափի ձեզ վրա, հպվի ձեր սրտերին, որ ամեն կապանքներից արձակվեք, որ հոգևոր կուրությունը վերցնի, հոգևոր խուլությունը հեռացնի, ձեր կարծրացած սրտերը մսեղեն սրտի Տերը փոխի»։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ ես պետք է սիրեմ իմ մերձավորին, իմ հարևանին, ինչպես նաև դու։ Սիրելու լավագույն ձևը ավետարանի հրաշալի լուրը կիսվելն է, որպեսզի իմ մերձավորը, դուք
նույնպես իմանաք Աստծո ներումը և Աստծո հաշտեցնող սերը։ Ու ոչ միայն իմանաք, այլ Աստծո շնորհով ընդունեք։ Ես այստեղ եմ քեզ ասելու, որ եթե դու զղջաս, խոստովանես քո մեղքերը և ապաշխարես ու հավատաս ու ընդունես Հիսուս Քրիստոսին, դու կփրկվես, բայց դա թանկ գին կունենա քեզ համար, թանկ կարժենա քեզ համար։ Այդ թանկ գինը այն է, որ դու պետք է մեռնես քո էգոյի, քո եսի համար, այսինքն քո էգոն, քո ցանկությունները այլևս չպիտի քո կյանքը կառավարեն, այլ Հիսուսը։ Դու պիտի հրաժարվես մեղքից ու մեղքի կյանքով ապրելուց։ Եթե ես այս ճշմարտությունը քեզ չասեմ, ուրեմն ես քեզ խաբում եմ ու չեմ սիրում քեզ, ու իրական բարի լուրը չեմ փոխանցում քեզ, այլ թույլ եմ տալիս, որ դու քայքայվես ու մեռնես, որովհետև ճշմարտության կարևոր և տհաճ մասերը թաքցնելը դա մանիպուլյացիա է։ Ես քեզ այդպես դրդում եմ անել մի բան, որի ողջ ճշմարտությունը քեզ չեմ ասել։ Ու ես այդպես չեմ ցանկանում վարվել։ Ես ուզում եմ Աստծո ողջ ճշմարտությունը քեզ փոխանցել, որ դու ճշմարտությունը իմանաս, որովհետև ճշմարտությունն է քեզ ազատ արձակելու։ Ես այստեղ եմ նաև քեզ ասելու, որ եթե դու զղջաս, խոստովանես քո մեղքերը և ապաշխարես, և հավատաս ու ընդունես Հիսուս Քրիստոսին, այո, դու կփրկվես, բայց դա հիմա պետք է որոշես։ Սա մահի ու կյանքի հրատապ խնդիր է, այն հրատապ է։ Դու չպետք է սպասես մտածելով, թե փրկության ուրիշ ուղի կբացվի։ Դա խաբկանք է։ Դու չգիտես, երբ քո մահը վրա կհասնի, կամ երբ Քրիստոսը հետ կգա, ու այդպես քո փրկության հնարավորության դուռը կփակվի։ Եվ նաև պիտի ասեմ, որ ամեն քրիստոնյա պիտի եկեղեցում հաստատվի, որովհետև Քրիստոսը եկեղեցու գլուխն է և ոչ թե անհատ մարդկանց, և դա Քրիստոսի պատվիրանն է։ Ես քեզ պիտի ասեմ, եթե մտածում ես ես ունեմ իմ Աստվածը, դու կռապաշտության մեջ ես, դու չես հավատում Աստվածաշնչի Աստծուն, դու քո մտքում մոգոնել ես Աստծուն, որ ամենևին այն Աստված չի, որ Աստվածաշունչն է ասում։ Քրիստոսին հետևելը շատ թանկ է, այո, բայց Քրիստոսին հետևողը կորցնում է միայն բաներ, որոնք բարիք չեն իր համար, և այն, ինչ Քրիստոսին հետևողը ստանում է, անհավատալիորեն հրաշալի է և երբեք չի ավարտվում։ Ես այստեղ եմ, որ քեզ ասեմ, որ Քրիստոսը չի խոստացել հեշտ ու խաղաղ կյանք քրիստոնյաներին, չի ասել, որ չենք հիվանդանալու, որ չենք տառապելու, որ մեզ չեն հալածելու, նա այդպիսի խոստում չի տվել, նա չի ասել, որ ինձ հետևես միլիոնատեր կդառնաս, նա նման բան չի ասել, բայց ասել է, մի վախեցեք, ես հաղթել եմ աշխարհին, խոստացել է մեզ հետ լինել։ Երբ մենք ձեռք ենք բերում, երբ մենք դառնում ենք Քրիստոսի հետևորդը, դառնում ենք քրիստոնյա, Քրիստոսի հետևողը ստանում է անհավատալիորեն հրաշալի, երբեք չավարտվող օրհնություններ, երկնային օրհնություններ։ Ինչ ենք մենք ստանում Քրիստոսի մոտ գալով։ Մենք ձեռք ենք բերում հարաբերություններ նախ և առաջ Աստծո հետ։ Մենք ձեռք ենք բերում ներում, կյանքի իմաստ, կյանքի նպատակ, ազատություն։ Ոչ թե այս աշխարհի ազատությունը, որ գլխներիս ինչ բրդի անենք, այլ ազատություն Աստծո կարգի մեջ։ Ձեռք ենք բերում համայնք, եկեղեցի, Աստծո ընտանիք, ձեռք ենք բերում վստահություն և հույս։ Բայց սա ստանալու համար մենք պետք է հավատանք Քրիստոսին և որոշում կայացնենք մեռնել ինքներս մեր եսի համար և հետևել Քրիստոսին։ Որովհետև Քրիստոսն ասեց, եթե ցանկանում ես ինձ հետևել, դու քեզնից, քո եսից պիտի հրաժարվես ու քո խաչը վերցնես ու իմ հետևից քայլես։ Իսկ ո՞րն է բարի լուրը, որ ուզում եմ փոխանցել։
Սկսենք առաջին Կորինթացիներ նամակի 15-րդ գլխի 1-ից 4 խոսքերից, որում Պողոսն ասում է. Եղբայրներ, ձեզ ծանուցում եմ այն ավետարանը, այն բարի լուրը, որ քարոզեցի, որ ընդունեցիք և որով հաստատվեցիք, որով և կփրկվեք, եթե ամուր պահեք այն խոսքը, որ ձեզ քարոզեցի, այլապես զուր տեղը հավատացած կլինեք։ Նախ ես ձեզ ավանդեցի այն, ինչ ինքս ընդունեցի, որ Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ, համաձայն գրքերի, թաղվեց, երրորդ օրը հարություն առավ գրքերի համաձայն։ Ես էլ Պողոսի նման փոխանցում եմ քեզ այն, ինչին ես եմ հավատացել ու ընդունել, որ Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ, իմ մեղքերի համար մեռավ, որ Քրիստոսը թաղվեց, երրորդ օրը հարություն առավ, ինչպես գրված է Սուրբ գրքում։ Այս հատվածում մենք տեսնում ենք ավետարանի բարի լուրի 3 էական տարրերը։ Նախ, Քրիստոսը մեռավ մեր մեղքերի համար։ Սա առաջին ու կարևոր բանն է, որ մենք պիտի հասկանանք և ընդունենք։ Ինչպես մեզ ասում է Հռոմեացիներ նամակի 3 գլխի 23 խոսքը, որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծո փառքից։ Ցանկացած մարդ, ով մոտենում է Աստծո ողորմության գահին փրկության համար, պիտի ընդունի մեղքի իրականությունը։ Ամեն մարդ է մեղավոր, ու մեղավոր մարդը, որ ես եմ, որ դու ես, պիտի Աստծո առաջ ու իր սրտում ընդունի իր մեղավոր լինելը, իր անհույս վիճակը, որպեսզի ներում տեղի ունենա, և մարդը, ես ու դու, պիտի հասկանանք, որ մեղքի վարձը մահն է, ինչպես ասվում է Հռոմեացիների 6-րդ գլխի 23-ում։ Մենք պիտի հասկանանք և ընդունենք, որ մենք արժանի ենք դատաստանի, որ Աստծո դատաստանը արդար է։ Առանց հիմնարար այս ճշմարտության բարի լուրը ամբողջական չի ու չի կարող լինել ներում ու փրկություն, ինչպես Պողոսն է ասում, զուր տեղը հավատացած կլինենք։ Աստված երբեք չի ների մի մարդու, ով չի ընդունում, որ ինքը մեղավոր է, որ Աստված արդար է և որ ինքը փրկության կարիք ունի։ Երկրորդ և ամենակարևոր հիմնաքարը դա Հիսուս Քրիստոսի անձն է, ու մեզ համար նրա կյանքը զոհաբերելը։ Ես և դու և ամեն մարդ կարիք ունի հասկանալու և հավատալու, որ Հիսուսը և Աստված է և մարդ, որ Հիսուսը Աստծո որդին է, որ Հիսուսը Աստծո ընտրյալն է, Մեսիան է, Աստված է ընտրել նրան լինելու փրկության միջոցը, փրկության դուռը։ Կողոսացիներ նամակի 2-րդ գլխի 9-րդ խոսքում ասվում է, որովհետև նրա մեջ, այսինքն Հիսուս Քրիստոսի մեջ, Աստվածության ամբողջ լիությունը բնակվում է մարմնապես։ Այսինքն Քրիստոսը ինքը Աստված է։ Հովհաննես առաջինի 14 խոսքն էլ ասում է. «Եվ բանը մարմին դարձավ, և մեր մեջ բանը բնակվեց, ու տեսանք նրա փառքը, փառք, որ հորից ունի միածինը, լի շնորհով ու ճշմարտությամբ»։ Այսինքն Հիսուսը և Աստված է և մարդ էր։ Որպես մարդ Հիսուսն ապրեց անմեղ կյանքով, անմեղ կյանք, որով ոչ մի մարդ չի ապրել ու չի կարող ապրի, որովհետև Ադամի միջոցով մենք ստացել ենք մեղավոր էությունը, մեր ամբողջ ԴՆԿ-ն պղծված ու կեղտոտված է։ Առաջին Պետրոս նամակի 2-րդ գլխի 22-ն ասում է. «Նա, այսինքն Հիսուս Քրիստոսը, մեղք չգործեց ու նենգություն չգտնվեց նրա բերանում։ Եվ դրա պատճառով Հիսուս Քրիստոսը միակն է, ով կարող էր մահանալ մեղավոր մարդու, իմ ու քո փոխարեն, դառնալ մեր փրկագինը, մեր փոխանորդը։ Եվ սա Հայր Աստծո ընտրությունն է և ծրագիրն է, փրկության ուրիշ ճանապարհ, ուրիշ դուռ
չկա։ Դրա համար է Քրիստոսն ասում. ես եմ դուռը դեպի երկինք տանող, ես եմ կյանքը, ես եմ հարությունը։ Աստված անսահման է ու անսահման Աստծո դեմ գործած մեղքը մեր պահանջում է անսահման զոհաբերություն։ Հետևաբար, կամ մարդը, ես ու դու, որ սահմանափակ ենք, պետք է վճարենք անսահման պատիժը դժոխքում, կամ անսահման Քրիստոսը պետք է մեկ անգամ վճարի մեր մեղքի համար ու այդպես փրկի մեզ։ Հիսուսը խաչվեց, որ վճարի մեր մեղքերի պարտքը։ Հիսուսը խաչվեց, որ վճարի իմ մեղքի պարտքը, քո մեղքի պարտքը, Աստծուն վճարի, որտև Աստծո արդարությունն ու սրբությունը պահանջում է այդ վճարը։ Եվ արդեն ասեցինք, որ մեղքի վարձքը մահն է, ուրեմն Հիսուսը իմ ու քո փոխարեն, ամեն մարդու փոխարեն, իր մահով, իր կյանքով վճարեց մեր պարտքը, իր արյունը թափեց, որ մերը չթափվի։ Եվ ամեն մարդ, ով հավատում է Հիսուս Քրիստոսին ու հետևաբար ծածկված է Հիսուս Քրիստոսի զոհաբերությամբ, ծածկված է նրա արյունով, այդ մարդիկ կժառանգեն Աստծո արքայությունը որպես թագավորի զավակներ։ Նրանք ստանում են ներում, նրանք ստանում են փրկություն։ Սա ասվում է Հովհաննես 1-ի 12-րդ խոսքում։ Սակայն նրանց, ովքեր ընդունեցին Հիսուսին և հավատացին նրա, այսինքն Հիսուսի անվանը, նրանց իշխանություն տրվեց Աստծո որդիներ լինելու։ Բարի լուրի ավետարանի երկրորդ հիմնարար կարևոր տարը դա Քրիստոսի հարությունն է։ Հիսուսի հարությունը Աստծո զորության ապացույցն է։ Միայն նա, ով ստեղծեց կյանքը, կարող է հարություն տալ մարդուն մահից հետո, իսկ կյանք ստեղծողը Աստվածն է, որովհետև Աստված ինքը կյանք է։ Միայն նա կարող է շրջել մահվան նողկալիությունը, այդ միակը Աստվածն է, և միայն Աստված կարող է վերացնել մահվան խայթոցը և գերեզմանի հաղթանակը։ Առաջին Կորինթացիների 15-րդ գլխի 54-55 խոսքերում ասվում է. «Եվ երբ այս ապականացու, այսինքն փտող, մեռնող մարմինը անապականությամբ զգեստավորվի և այս մահկանացու մարմինը անմահություն հագնի, այդ ժամանակ կկատարվի այն խոսքը, որ գրված է. մահը հաղթության մեջ ընկղմվեց, ով մահ, ուր է քո խայթոցը, գերեզման, ուր է քո հաղթությունը։ Այսինքն, Քրիստոսին հարություն տալով Աստված հաղթեց մահին, գերեզմանին։ Հիմա սա չի նշանակում, որ մեր ֆիզիկական մարմինը չի մահանում։ Այո, ֆիզիկական մարմինը մահանում է, բայց Աստված այդ մարմնին հարություն է տալիս, իսկ մեր հավիտենական հոգին ապրում է։ Ավելին, ի տարբերություն մյուս բոլոր կրոնների, միայն քրիստոնեությունն ունի հիմնադիր, այսինքն Աստված, Հիսուս Քրիստոսը, որ հաղթեց մահին և խոստանում է, որ իրեն հավատացողներն էլ, նրանց համար էլ նույնը կլինի, հարություն կառնեն։ Մյուս բոլոր կրոնները հիմնադրվել են մարդկանց կողմից, որոնց վերջը գերեզմանն է եղել, ու նրանք չեն հաղթել մահին, իսկ Քրիստոսը հարություն է առել, հաղթելով մահին։ Վերջապես Քրիստոսն իր փրկությունը առաջարկում է որպես անվճար պարգև, նվեր։ Դա ասվում է Հռոմեացիների 5-րդ գլխի 15 խոսքում։ Սակայն շնորհն այնպես չէ, ինչպես հանցանքը, որովհետև եթե մեկի հանցանքով շատերը մեռան, որքան առավել Աստծո շնորհն ու պարգևը ավելացան շատերի վրա մեկ մարդու, Հիսուս Քրիստոսի շնորհով։ Այո, Ադամի մեղքի պատճառով, մեկ մարդու մեղքի պատճառով ողջ մարդկությունը դարձավ մեղավոր, մեղքը մտավ ամենքիս կյանք, բայց ահա Աստված մեզ տվեց Հիսուս Քրիստոսին։
այսպես կոչված երկրորդ Ադամին, եւ Աստված շնորհ արեց, նվեր արեց մեզ, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մենք փրկվենք։ Եվ Հռոմեացիներ նամակի 6-րդ գլխի 23 խոսքում ասվում է, որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծո շնորհը հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Աստված անվճար պարգև նվեր տվեց Հիսուս Քրիստոսին հավատալու միջոցով հավիտենական կյանք իր հետ։ Եվ վերջապես, որ Աստծո առաջարկած փրկությունը կարող ենք ստանալ միայն հավատքով, հավատալով Հիսուս Քրիստոսին։ Ուրիշ ձև չկա։ Մենք Աստծո փրկությունը չենք կարող ստանալ մեր կատարած գործերով։ Անհնար է դա։ Միայն հավատքով։ Դա Աստծո ընտրած ճանապարհն է, որպեսզի մեզանից ոչ մեկը չկարողանա պարծենալ իր գիտությամբ իր արած գործերով։ Եփեսացիներ նամակի 2-րդ գլխի 8-ից 9-ում ասվում է. շնորհով ենք փրկվել հավատի միջոցով։ Եվ սա ձեզանից չէ, այլ Աստծո պարգևն է, ոչ էլ գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա։ Ուրեմն փրկվում ենք, որտև Աստված շնորհ է անում, նվեր է տալիս, փրկվում ենք Քրիստոսի միջոցով, Քրիստոսին հավատալով։ Աստծո պարգևն է, կախված չէ մեր գործերից, որպեսզի ես ու դու չպարծենանք։ Ինչպես Պողոս առաքյալն է մեզ ասում, ավետարանը այս բարի լուրը Աստծո զորությունն է, որ փրկություն է բերում ամեն հավատացողի, նախ հրեային, ապա հեթանոսին, այսինքն ինձ ու քեզ, հեթանոսը նա է, ով հրեա չէր, հա? Աստծո ժողովրդից դուրս էր, բայց հիմա մեզ դա է, այդ պատիվն ա տրված։ Պողոսը նաև մեզ ասում է, եթե բերանովդ խոստովանես, որ Հիսուսը Տեր է, եւ սրտովդ հավատաս, որ Աստված Հիսուսին հարություն տվեց մեռելներից, կփրկվես։ Կարդանք Հռոմեացիներ 10-րդ գլխի 9-րդ խոսքը, որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես եւ քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես, քանի որ սրտով հավատում են արդարանալու համար եւ բերանով դավանում են փրկության համար։ Սրանք հետևաբար ավետարանի բարի լուրի էական, հաստատուն, անփոփոխ տարրերն են։ Բոլոր մարդկանց մեղքը Քրիստոսի մահը խաչի վրա այդ մեղքերի համար վճարելու համար, Քրիստոսի հարությունը իրեն հետևողներին հավիտենական կյանք ապահովելու համար եւ փրկության անվճար պարգևի առաջարկը բոլորին։ Սա արդեն արված, կատարված, ավարտված գործ է ամեն մարդու համար։ Աստված իր մասը արել է։ Անելիք չկա Աստծո կողմից։ Իսկ հիմա ամեն մարդ, հիմա դու պիտի արձագանքես Աստծո այս առաջարկին։ Սա ամեն մարդու գործն է, ամեն մարդու ընտրությունն է, քո գործն է։ Ես քեզ փոխանցում եմ Աստծո ճշմարտությունը, որ նա բացահայտել է Աստվածաշնչում, իսկ դու պիտի արձագանքես։ Ես կիսում եմ քեզ հետ բարի լուրը, իսկ Աստված թող գործի ամեն մեկից սրտում, ողորմի եւ բերի այն կետին, որ արձագանքեք հավատալով ու ձեր կյանքը Տիրոջը հանձնելով, ապաշխարելով եւ Տիրոջ հետ ապրելով։ Լսի, եթե ամբողջությամբ չես հասկանում, ամեն օր այս խոսքը լսի, սա է բարի լուրը։ Ավելի մեծ նվեր ես քեզ չեմ կարող տալ։ Եթե իմ ողջ տունը ծախեմ, իմ ամեն մի օրգանը ծախեմ ու քեզ տամ, ես քեզ լավություն արած չեմ լինի, եթե Աստծո ճշմարտությունը քեզ հետ չկիսեմ։ Ինչ էլ անեմ, դու կմեռնես, ինչ էլ անեմ, դու դժոխքում կհայտնվես, եթե ես Աստծո խոսքը քո
քո հետ չկիսեմ։ Ես այսօր տալիս եմ ամենաթանկ բանը, որ ես եմ ստացել Աստծուց, որ Աստված ամեն մարդու համար Աստվածաշնչում բացահայտել է։ Ես տալիս եմ լավագույնը, որ կարող եմ քեզ տալ։ Ես տալիս եմ իմ թանկ ժամանակը, որպեսզի Աստծո այս բարիքը քեզ հասցնեմ։ Իսկ դու կլսես, կարձագանքես, կընտրես մահը, թե կընտրես կյանքը, դրա համար ես պատասխանատու չեմ։ Ես դա չեմ կարող փոխել։ Բայց ես աղոթում եմ, որ սիրտդ բացվի, որ չծուլանաս լսել, որ սատանայի կապանքների մեջ չմնաս, որ Աստված ողորմի, որ կրակ դնի սրտումդ, որ ձգտես, որ ուզենաս, որ ցանկանաս Աստծու հետ լինել, որ չընտրես սուտը։ Այսքանը։ Վաղվանից կսկսենք կարդալ գիրքը Աստծո սիրո մասին, որ ինքնին շատ հետաքրքիր է ու շատ կարևոր, որտեվ Աստված սեր է, եւ մենք դա պիտի հասկանանք, ճիշտ ձևով հասկանանք, ոչ թե նորից մեր ուզածի պես, հարմարացնելով մեր ցանկություններին։ Մենք Աստծուն չենք կարող մեր դարակի մեջ մտցնել, մենք պիտի համապատասխանենք Աստծո ասածներին ու ճշմարտությանը։ Աստված օրհնի, պահի եւ պահպանի բոլորիս։ Ամեն։